Ողջույն ձեզ, այսօրվա իմ թեման է բրիտանացիների արկածները Արևելյան Հայաստանում, այսինքն Հայաստանի առաջին հանրապետության մեջ 1918 մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։ Երբ ստեղծվեց առաջին Հայաստանի հանրապետությունը 1918 թվականի, բրիտանացիները համոզեցին Հայաստանի իշխանությանը, որ թողեք մենք ձեզ մոտ զորք ուղարկենք Սալոնիկից մի դիվիզիայի չափ, այսինքն մոտավորապես 10,000 զինվորական բրիտանական, եւ մենք ձեզ կօգնենք Հայաստանի հանրապետության ուրեմն պաշտպանության հարցում։ Բայց բրիտանացիները հետը բերեցին Հայաստանի մեջ 3 պատերազմ՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական եւ հայ-վրացական պատերազմ։ Սկսենք հայ-վրացական պատերազմից։ Դա եղել է բրիտանացիների 10,000-անոց զորքի ներկայությամբ։ Ես ձեզ ասեմ, որ հայ-բրիտանացի զորքերը չեն եկել պատերազմելու կռվելու հայերի համար, նրանք եկել են ուղղակի հրահանգներ ուրեմն ուղարկել, թե դու այս կանես, դու այն կանես, դու այս կանես, դու այն կանես, մենք էլ կհսկենք, վիճակը կհսկենք։ Սկսենք հայ-վրացական պատերազմից։ Հայ-վրացական պատերազմը տևած դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 31-ը 1918 թվական 21 օր տևած։ Եվ այս հայ-վրացական պատերազմի արդյունքում հայերը զրկվեցին Լորից, այսինքն Լորի մարզը կիսվեց հայերի եւ հայերի եւ վրացիների միջև։ Բրիտանական զորքի ներկայությամբ։ Ես կոնոց եմ կրկնում, բրիտանացիները չէին խառնվում պատերազմին, նրանք չեն մասնակցում, չեն կռվում, իրենց զուլալ արյունը բրիտանացի զինվորները չէին թափում։ Հետո, միևնույն ժամանակ 1918 թվականից մինչև դեկտեմբերի 2-ը 1920 թվականի տեղի ունեցել հայ-թուրքական պատերազմ նույն ժամանակաշրջանում։ Եվ նույնպես այս ժամանակաշրջանում բրիտանացի զորքերը չէին պատերազմում հայերի համար, նրանք թուրքերի դեմ չէին կռվում, նրանք հեռանում էին այդ տարածքներից, ռազմադաշտերից հեռանում էին եւ ուղղակի հսկում էին իրավիճակը իրենց հավատով եւ ինֆորմացիա ընտրություններ են ուղարկում Բրիտանիա գեներալ Թոմսոնին իրավիճակի մասին։ Ուրեմն հայ-թուրքական պատերազմը տևած 2 տարի 1918 մինչև դեկտեմբերի 2-ը 20 թվական եւ ավարտվեց Չարաբաստիկ Ալեքսանդրապոլի պայմանագրով, որի հիման վրա Հայաստանի կեսը անցավ Թուրքիայի տիրապետության տակ։ Միևնույն ժամանակ տեղի ունեցել հայ-ադրբեջանական պատերազմ Զանգեզուրի համար, Ղարաբաղի համար եւ բրիտանացի զորքերը, այդ դիվիզիան, նրանք հետ էին քաշվում պատերազմի դաշտերից, հետ էին քաշվում, թողնելով հայերին մենակ կռվել ադրբեջանցիների դեմ, թուրքերի դեմ, վրացիների դեմ։ Եվ Ղարաբաղում 19 թվականին ուրեմն բրիտանացիները նշանակեցին Ղարաբաղի վրա ադրբեջանցի մարզպետ Ոման գեներալ Սուլտան Խոսրովբեկ Սուլթանովին։ Այս տարիներին նրանք թույլ տվեցին բրիտանացիները ադրբեջանցիներին գրավել եւ Ղարաբաղը, եւ Սյունիքը, եւ Վայոց ձորը։ Դուրս ստացվեց, որ նրանց ներկայությունը 1918 թվականից մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը Ալեքսանդրապոլի պայմանագրով ավարտված պատերազմը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական եւ հայ-վրացական պատերազմները ավարտվեցին Հայաստանի առաջին հանրապետության լուծարումով եւ բրիտանացիները այս 2 տարվա մեջ այնպեսի մի շիլափլավ ստեղծեցին Հայաստանի մեջ, խաբելով հայերին, բայց իրականում հետ քաշվելով այս ռազմական դաշտից, որտեղ որ ռազմական գործողություններ էին կատարում, եւ ուրեմն նրանց գեներալ Թոմսոնը հրահանգեց զորքին շտաբ տարահանվել Հայաստանի տարածքից, նորից Սալոնիկի։ Բրիտանացիները
օգնեցին թուրքերին, վրացիներին եւ ադրբեջանցիներին կործանել Հայաստանի առաջին հանրապետությունը եւ դեկտեմբերի 2-ին 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրելուց հետո, որով որ կործանվեց Հայաստանի հանրապետությունը, Խադիսյանն, Մանուկյանը թողեցին հեռացան Հայաստանից, դե էլ ինչ անեն, կործանված Հայաստանի մեջ էլ ինչ պետք է անեն, պարզ չի, որ նրանք պետք է վեշերները հավաքվեն, Հայաստանի ղեկավարությունը եւ փախնեն, փախուստի մատնվեին, հեռանային կործանված Հայաստանից։ Շնորհակալություն։